Նկատում եք սկսած ինչ-որ ժամանականից Տերը տենց հատուկ ձևի է խոսում մեզ։ Ես կարծում եմ սկսած անցած տարվա, չէ, այս տարվա հələ հունիսից, երբ որ հիշում եք, երբ որ Ջերեմին մեր մոտ էր, դες մարգարեական խոսք բերեց, որ Աստված նոր շարժ է սկսում ու այդ շարժը սկսում է ճիշտ ոնց որ երկրաշարժի պես, չէ, տենց ալիքներով, նույնիսկ տենց ոտքով հարվածում էր, չէ, դմդմացնում էր։ Ու ես հիշեցի, որ սեյսմոլոգները ասում են, որ երբ որ երկրաշարժը տեղի է ունենում, իրականում դրանից առաջ արդեն այդ մանր ցնցումները սկսում է եւ հասնում է իր պիկին, որը մենք ասում ենք, «Ո՞ա երկրաշարժ եղավ, ո՞ա արթնություն եղավ»։ Բայց այդ արթնությունից առաջ հոգեվոր, ինչ որ քայլեր են եղել, ինչ որ դիպվածներ են եղել, ինչ որ երևույթներ են եղել, որ Աստված շարժվել է դրանց միջոցով։ Դա նոր խոսք է տալիս Աստված միշտ, նոր աղոթքի շրջան է բերում, նոր կանչի ու եւ որ Քրիստիկը աղոթում էր այդ նոր հրճակման, այդ նոր խոսքի, նոր արձակման, նոր Աստծո կամքի բացականչության ժամանակն էր։ Ոնց որ Եզեկիելին ասեց խոսիր այդ ոսկորների վրա, չէ՞, ու երբ որ խոսեց, այդ սկսեց շարժվել, խոսելուց հետո զորությունը Աստծուց էր, չէ՞, այդ ոսկորների իրար կպնելու, այդ բանակի դառնալու, բայց խոսելը մարդը պիտի աներ, հա։ Այն մարդը ում Աստված ասել էր խոսի։ Իսկ նշ չէ որ ով ասես խոսեր պիտի այդ ոսկորները կառուցվեին, այդ հատուկ մեկներում Աստված կանչեց խոսելու, ինքը խոսեց ու Աստծո զորությունը շարժվեց։ Դա այո նշանակում է նոր սերունդի, նոր մարդկանց, նոր ծառայողների, նոր կանչվածների, նոր օծության ժամանակն է, որ Աստված բարձրացնում է։ Ես հավատում եմ այդ նորը նաև մեր մեջ է։ Ում Աստված բարձրացնում է այդ նոր ալիքի համար, ես հավատում եմ այդ բոլորս ու հիմնականում բոլորս ունենք այդ զգացողություն, որ նոր մեծ բան է գալիս, Աստված նոր շարժ է անելու, փառք իրան։ Կարևոր է հասկանալ ինչու է այդ ամենը կատարվում։ Մենք երբեմն մեր մտածելակերպի մեջ այնքան ենք կարճած մեր առօրյա փոքր իրականությունից, որ չենք կարողանում տեսնենք ավելի մեծ իրականությունը։ Բայց իրականում որպեսզի հասկանանք մեր փոքրը պետք է Աստծո տեսած մեծը տեսնենք։ Եվ որ տեսնում ենք Աստծո մեծը, այդ մեծի մեջ, այդ մեծ պատկերի մեջ մեր փազլի փոքրիկ կտորը, մեր կյանքը, մեր ծառայությունը, մեր առօրյան, մեր խնդիրները, մեր փորձությունները, մեր դժվարությունները իմաստ են ստանում։ Եվ որ մենք չենք տեսնում, դիտարկում Աստծո մեծ ծրագրի շարժի մեջ մեր կյանքի իրականությունները, մենք զուտ իմաստ ենք ուզում հասկանանք հենց իրենցով, բայց իրենք իրենցով իմաստ չեն տալիս իրականում, եթե տանել սխալ իմաստ են տալու։ Եթե Հովսեփը նայեր իր եղբայրների կողմից դավաճանվելուն որպես միայն այդպիսի փաստի եւ հետո չտեսներ այդ մեծ ծրագիր, որ Աստված արել էր իր համար, ընդհանրապես պետք է իր եղբայրներին գլխատեր տալ նույն օրը, երբ որ հանդիպեց իրանց Եգիպտոսում։ Ու գիտեք ինչ կլներ։ Աստծո մեծ ծրագիրը փրկության կվերջանար։ Մի մարդկային ամբիցիայի, մարդկային վրեժի ծառավի պատճառով։ Եթե ընդամենը նայեր այդ փոքր մարդկային դիպվածին։ Նրանք, ովքեր Աստծո ծրագրի մեջ, Աստծո գործի մեջ դեր են ունեցել, միշտ սովորել են տեսնել, կամ Աստված ավելի շուտ սովորեցրել է իրանց տեսնել մեծ Աստծո։ Եվ այդ մեծի մեջ են փոքր դիպվածները, որ իրանց կյանքում կան։ Դա 말ի որ մենք չենք ճանաչում Աստծուն, մեր առօրյա իրականությունների, խնդիրներին վերաբերվում ենք ճիշտ նրանց նման, ովքեր չեն ճանաչում Աստծուն։ Բայց նրանք, ովքեր ճանաչում են Աստծուն, իրանց կյանքին, առօրյային դիպվածներին, խնդիրներին նույնիսկ վերաբերվում են ուրիշ ձև, իրանք տարբերվում են արդեն։ Ու աշխարհը սկսում է տարբերել, որ դու ուրիշ կերպ ես, ուրիշ բան գիտես ուրեմն, ուրիշ ձև գիտես, ուրիշ բան ես ճանաչում։ Սա ճանաչման արտոնությունն է, որը մեր արտոնությունն է։ Սա ուխտի արտոնություն է։ Եթե նկատել եք Աստված ուղղակի տենց բոլորի հետ նույն ձևի չի հարաբերվում, վաղուց այդպես չի հարաբերվում։ Սկսած Աբրահամին կանչելուց Աստված փոխել է իր վերաբերմունքը։ Աբրահամին կանչելուց հետո Աստված հատուկ հարաբերություն ունի
հատուկ ուխտ ունի Աբրամի սերունդի հետ եւ մնացածի հետ։ Դրանք տարբեր հարաբերություններ են։ Մենք մոռացել ենք Աստծո ուխտի կամ մոռանում ենք կամ չենք կարևորում իրականությունը, որի մեջ գտնվում ենք։ Դրա համար այն արտոնությունը, որ տալիս է ուխտը, մենք չենք օգտվում դրանից։ Եվ ապրում ենք նրանց նման, ովքեր չունեն այդ արտոնությունը։ Եվ որ Աբրամը իջավ Քանան, որովհետև Աստված իրան կանչել էր, չէ, հատուկ հարաբերություն էր, Աստված ասեց Աբրամին, արի քեզնով պիտի օրհնեմ, դա հատուկ հարաբերություն էր։ Ուխտը մի քիչ ուշ կնքվեց, բայց արդեն այդ նախադրյալներն էր ուխտի, կնքման, արդեն Աստված հատուկ ձևի խոսեց Աբրամին հետ։ Այն կերպով, որ չէր խոսում ուրիշների հետ։ Ու երբ որ Աբրամը եկավ Քանան, առաջի բանը որ եղավ Քանանում, դա երաշտն էր։ Ու Աբրամը իջավ Եգիպտոս, ինչպես բոլոր նրանք կանեին, ովքեր կենդանի Աստծո հետ կենդանի հարաբերություն չունեն։ Կենդանի հարաբերություն ունեցող մարդը, որ Աբրամը հետո դարձավ արդեն, ոչ թե կիջներ Եգիպտոս, կասեր թե դու ինձ կանչել ես այստեղ, սա է իմ ժառանգությունը, եթե այս ժառանգությունը երաշտ է նշանակում, դա իմն է, դա իմ երաշտն է։ Ես այդ երաշտի տերն եմ։ Եթե դու ես երկիրը ինձ ես տվելու, ես երկրում երաշտ կա, ուրեմն դա իմ ժառանգությունն է։ Նրանք ովքեր չեն ճանաչում Աստծուն, կասեն, այս ինչ երկիր է, երաշտ է, այնտեղ Եգիպտոսում ոնց որ թե լավ ավելի, գնացին Եգիպտոս։ Սրանք նրանք են, ովքեր չունեն ճանաչումը, ինչա նշանակում կենդանի Աստծո հետ հարաբերությունն, ով Աստված իրականում։ Դա համար ուխտը իրականում դա արտոնություն է։ Արտոնություն նշանակում է իրավունք ունենալ ավելին, հավելյալ բաներ ունենալ, որը տրված չի մյուսներին։ Սա է արտոնությունը։ Արտոնված լինել նշանակում է ունենալ իրավունք, ունենալ օրհնություններ, ունենալ առավելություններ, նրանք որ դու չէիր ունենա բնականից եւ չունեն մյուսները, բայց քեզ տրվել է։ Ուխտը արտոնությունը։ Երբ որ Աստված Աբրահամի հետ ուխտ կնքեց, արտոնյալ դարձրեց իրան։ Դրա համար երբ որ ինքը իջավ Եգիպտոս ու Եգիպտոսի փարավոնը իր կնոջը վերցրեց, Աստված չասեց, դե իր խելքից էր, Աբրահամ քո խելքից է դա, դե հետևանքները ինչ ցանել ես կհնձես։ Աստված այդպես չվերաբերվեց, Աստված վերաբերվեց Աբրահամին որպես արտոնյալ մեկին, տարբեր մյուսներից, ու եկավ այդ փարավոնը շատերի կանանց էր գուցե խլել, ոչ միայն կանանց էր խլել։ Ում ինչ դուր եկել էր, իր երկիրներ խլում էր, բայց պարզվեց էսի արդեն էսի ուրիշ անձնավորություն է։ Եկավ ասեց ինքը իմ մարգարեն է, կվերադարձնես, ու այնքան սարսափելի էր այդ պահանջը Աստծո, որ բացի կնոջից փարավոնը տենց համենայն դեպս լիքը ուրիշ լավ բաներ էլ տվեց, որ հանկարծ մարդես Աստված չնեղանա իրանից, պատժի իրան։ Մենք մոռացել ենք, որ մեր ուխտը արտոնության ուխտ է, առավելության ուխտ է։ Ու մենք շատ անգամ ապրում ենք, վերաբերվում ենք, խոսում ենք, աղոթում ենք, քայլում ենք, վերաբերվում ենք ճիշտ նրանց նման, ովքեր այդ նույն արտոնությունից զրկված են, անհավատների պես այսպես ասած։ Ու սա Աստծուն ցավը, որ Աստված արտոնավորել է մեզ։ Ուխտը 6 հիմնական կոմպոնենտ է, ամեն մեկը մեկից բխող։ Դա նախ պատկանելությունը։ Ուխտով մարդիկ ովքեր ուխտ են կնքում, պատկանում են իրար, կամ անձիկ ովքեր ուխտ են կնքում։ Դրա համար մենք պատկանում ենք իրեն, ինքը պատկանում է մեզ։ Ես կարող եմ ասել իմ Աստվածը, իմ Տերը, չէ, իմը, իմ սեփականը կարծես, դա իմ պատկանելությունն է։ Եվ ինքն էլ իմ համար է ասում, իմ որդին, չէ, իմ ծառան, իմ։ Դա պատկանելության խնդիրն է։ Ընդհանրություն կա ուխտի մեջ, ինչ որ իրանն է, իմն է։ Ինչ որ իմն է, իրենն է։ Ինքը լավ բաներ ունի, մենք միշտ որ լավ բաներ ունենք, բայց մեկ ինչ որ մերն է իրանն է, ինչ որ իրանն է մերն է։ Հարաբերություն կա ուխտի մեջ։ Այն կերպով որ Աստված մեր հետ հարաբերվում չի հարաբերվում որևէ այլ մեկի հետ։ Ուխտի պատճառով, որտեղ կա արտոնություն հարաբերության։ Դա որ մեկ-մեկ ասում են, ո՞նց կարելի է լսել Աստծուն, ո՞նց կարելի է չլսել Աստծուն։ Աստված արտոնավորել է մեզ լսել իրան։
եւ արտոնավորել է մեզ խոսել իրեն եւ ինքն էլ լսում է մեզ, որտեղ ուխտի մեջ մեզ արտոնավորել է։ Փորձառություն կա։ Այդ հարաբերությունը, ընդհանրությունը, պատկանելությունը բերում է որոշակի փորձառությունների, որոնք տարբեր են մնացած բոլոր փորձառություններից։ Բոլոր նրանք, ովքեր չունեն այդ ուխտը, չունեն այդ արտոնությունը, չունեն այդ փորձառությունները, ինչ որ դու ունես։ Դա ոչ միայն գերբնական փորձառություններ են, որ դու ունենում ես երազների տեսքով, հա, հոգևոր ինչ որ երևույթների, զորությունների, բժշկությունների, դա քո արտոնություններն են։ Դա կյանքում էլ ունես փորձառություններ, չգիտեմ, աշխատանքի վայրում, հարևանության մեջ, առողջության մեջ, հա, բաներ, որ կատարվում են ուրիշներին ու քեզ չի կատարվում։ Ու մարդիկ ասում են, հələ տեսես, իսկականից Աստծո, չգիտեմ, պահածն է, ուրիշներին ավելի քիչ բան է լինում, բայց իրանք վատ է վերջանում։ Մեկ երկու անգամ ես մի անգամ ընտանիքիս հետ մի անգամ մենակ ձորն ենք ընկել մեքենայով, ով տեսնում ասում ոնց կարելի է ողջ մարդ դուրս գա այստեղից։ Ուրիշները ավելի քիչ բանով զովել ու վերացել են։ Ինչու՞, որով արտոնությունն ենք փորձառության, այլ փորձառության, քան մնացած բոլորը։ Դա համար իմ ու քո հույսը փորձառությունների, խնդիրների, երևույթների մեջ այն չի, որ, չգիտեմ, վայ մի քիչ աճ թեքվեր, մի քիչ ձախ լիներ, մի քիչ շուտ լիներ, մի քիչ ուշ լիներ, դա չի մեր վստահությունը։ Մեր վստահությունը Աստված է, ում հետ մենք ուխտ ունենք, որի մեջ մեր բոլոր փորձառությունները արտոնավորված են։ Դրանք այլ փորձառություններ են, այլ նպատակ ունեն, այլ պատճառներ ունեն։ Հինգերորդ ամենակարևորը ճանաչումն է։ Որ երբ որ պատկանելությունը կա, ընդհանրությունը կա, հարաբերությունը կա ու փորձառությունները կա, մենք ճանաչում ենք։ Ու սա էլ է արտոնություն, ճանաչել Աստծուն։ Հիսուսի վերջին աղոթքը երկրի վրա, հիշում եք, Հովանու 17-ում, աղոթում էր, որ իրանք ճանաչեն Հորը։ Սա ամենակարևոր բանն է, ճանաչել Աստծուն։ Ու սա մեր արտոնությունն է։ Ու երբ որ մենք ակնկալում ենք, որ ուրիշները, որոնք չունեն արտոնությունը, պետք է ճանաչեն Աստծուն, սխալվում ենք։ Ու ցավալի է, որ ուրիշներն էլ մեզ են նայում եւ չեն տեսնում մեկին, ով իր կյանքով ցույց է տալիս, որ ինքը ճանաչում է կենթանի Աստծուն։ Ով պարագաներում, երևույթներում, փորձառություններում վարվում է, խոսում է, գործում է, ոնց որ թե ոնց ինձ որ իրանք են չճանաչողները։ Եվ ոչ թե որպես Աստծուն ճանաչողի պես։ Եվ որ Հիսուսը ասեց, այդ մի քանի հազար մարդկանց տեսա, որոնք մի քանի օր սոված էին արդեն, չէ, իր հետ էին անապատում, ասեց, որտեղից հաց գտնենք այս մարդկանց կերակրելու համար, չէ։ Ասին Տեր 300 դայականի հետ մի տարվա աշխատավարձ հերիք չէ այս բոլորին կերակրելու։ Ու գրված է, որ Հիսուսը հարցնում էր փորձելու համար, որտեղ ինքը գիտեր ինչ պիտի անի։ Ինքը գիտեր, ճանաչում էր Հորը, որը կերակրելու է։ Այն Հորը, որը կերակրող է։ Ի տարբերություն մյուսների, ովքեր ճանաչում էին քանի դայեկանի, քանի հաց կարելի առնել, քանի հոգու համար։ Ովքեր ունեին բնական ճանաչում, նորմալ էր, բնականորեն հաշվել այսքան մարդ, այսքան հացապետ, այսքան գումար կարժենա, հա, դա բնական գիտելիք է, բնական ճանաչողություն է, նորմալ է։ Բայց Աստծուն ճանաչողները այլ ճանաչողություն ունեն։ Ավելի ինքան բնականը եւ իրենց այդ գերբնական ճանաչումն է գերիշխում իրենց կյանքի վրա, ոչ թե բնական ճանաչումը։ Եվ վերջինը արդյունքը նմանությունն է։ Նրանք ովքեր ունեն պատկանելություն, ընդհանրություն, հարաբերություն, փորձառություն, ճանաչում նմանվում են Աստծուն։ Հավիտենության մեջ այս երկուսն է մնալու կարևոր։ Ինչքան ես ճանաչում իրան եւ ինչքան ես նման իրան։ Դամարտերը մարգարեության մեջ ասում է, թող ուժեղ իր ուժով չպարծենա, իմաստունը իր իմաստությամբ չպարծենա, հարուստը իր հարստությամբ չպարծենա, այլ նա ով որ պարծենում է, ինչով պարծենա, որ ճանաչում է ինձ։ Սա արտոնությունն է ուխտի։ Միակ երկրավոր մոդելը նման մեր ու Աստծո ուխտի հարաբերության ամուսնությունն է, ընտանիքն է։
Դրա համար հետաքրքիր է Եփեսացիս 5-րդ գլխում հատուկ տեսնում ենք տղամարդու եւ կնոջ հարաբերության, հա, այդ ամուսնության հարաբերության խորը ներկայացումը որպես Քրիստոսի ու եկեղեցու։ Դա Աստծո հավիտենական ծրագիրն է։ Միակը, որ արտահայտում Աստծո հավիտենական ծրագիրը երկրի վրա, դա ընտանիքն է։ Դրա համար թշնամին տենց ատում այդ ընտանիքը։ Դա համար թշնամին ամեն ճանմա նախ չկազմվեն այդ ընտանիքները, դա որ ամեն մահանաբռնի ջահելի համար, դե դու հələ կայացած չես, հələ աշխատանքդ այն չի, հələ չգիտես այս, չգիտես այն, տարիները անցնում է, ու դու մի օր հետ ես նայում, տեսնում ես դու բաց ես թողել առիթդ։ Արդեն ուշ է, արդեն դժվար է եւ այլն։ Ձեզ թվում է այդ թշնամին չկա տեղ գործելու մեջ, լիքը, շատ, որպեսզի աստվածային ընտանիքները չկառուցվեն, չկազմվեն։ Կամ կազմվելուց հետո էլ ամեն ճանմա որպեսզի քանդվեն դրանք։ Որովհետև միակ բանը երկրի վրա որ հայտնում է աստվածային ուխտի նմանությունը իրականությունը, դա մեր ամուսնություններն է։ Ինչու Եփեսացիսը։ Որովհետև Եփեսացիսը, ինչպես հիշում եք, խոսում ենք, դա կարելի ասել ոչ միայն Պողոսի աստվածաճանաչման եւ հայտնության գլուխ գործոցն, այլ ինքը որոշակի հատուկ տեղ ունի նաև մեր ուխտի ճանաչման մեջ։ Իրականում Եփեսացիս նամակը մեր ուխտի նամակն է, ուխտի նկարագրի նամակն է։ Օրինակ 5 կտակարանում հնգամատյանն էր, չէ՞ ուխտը, կհիշեք։ Հնգամատյանը որ գրքերն են կհիշեք, ով կհիշի։ Ով է լավ սովորել իր աստվածաշնչյան քոլեջում։ Սկսում է ծննդոցով, չէ՞ ոչ թե ելցով։ Ծննդոց, ելից, Ղևտացիների թվոց եւ երկրորդ օրինաց։ Սա օրենքի գիրքն է, որի մեջ ուխտը ներկայացված է, չէ՞։ Եվ որ ասում են օրենք, հիմնականում հնգամատյանն են անդրադառնում։ Գիտեք, որ Եփեսացիները որոշակի իմաստով նման է հնգամատյանին։ Որտեղ որ Պողոսը գրում էր, Պողոսը հասկանում էր, ոնց որ Մովսեսը ի վերջո ամփոփեց օրենքի գրքերը եւ հասկանում էր, որ ինքը հավիտենական ժառանգություն է թողում Իսրայելին, աստվածային ճանաչման հայտնության իմաստով, ու դրա համար Աստված հատուկ նաև պատվիրեց Մովսեսին, որ գրի, չէ, գրքի մեջ գրի, որպեսզի Իսրայելի որդիներին ժառանգության հիշատակ լինի։ Ճիշտ նույն ձևի Պողոսը գտնում էր բանտում, ու իրականում հայտնի չէր, ինքը այդ բանտից երկին կգնար, թե կգնար շարունակելու իր ծառայությունը։ Ու ունենալով հայտնությունը Քրիստոսի խորհրդի եւ եկեղեցու խորհրդի, ինքը երկու այդ կարևոր նամակներն է գրում, էլի նամակներ գրեց, բանտում, բայց այս երկու կարևորը, որոնք հայտնության նամակներն են։ Կողոսացիները Քրիստոսի եւ Եփեսացիները Քրիստոսի եկեղեցու Սուրբ Հոգով իմաստով, որը մեր ուխտի նկարագիրն է։ Օրինակ, իհարկե կան տարբերություններ առաջի հին ուխտի եւ մեր ուխտի մեջ։ Առաջին ուխտը դա մարմնի ուխտ էր, մարմնավոր ուխտ էր։ Սերունդը մարմնավոր էր, Աբրահամի մարմնավոր սերունդն էր, թագավորությունը մարմնավոր էր, Դավիթը իր թագավորությունը, խոստումները մարմնավոր էին, հացի տաշտը, թուզը, չգիտեմ, ոչխարը, հա, օրհնությունները մարմնավոր էին, փորձառությունները մարմնավոր էին, իսկ թշնամիները մարմնավոր էին, փողշտացիները, հռոմեացիները եւ այլն։ Մեր ուխտը, ի տարբերություն առաջի ուխտի, հոգևոր ուխտ է։ Հոգով, հոգու մեջ եւ հոգևոր։ Դա համար Եփեսացիս նամակը լիքն է Սուրբ Հոգով։ Ինքը չես կարող ինչ-որ մի բան գտնել, որտեղ հոգին չկա։ Ամենտեղ կա հոգին։ Սկսված մեր փրկության պահից մինչև հավիտենական փառքը հոգին է։ Արանքում էլ ողջ մեր կյանքը հոգով լցված։ Ու դա համար երբ որ եկեղեցին կամ հավատացյալը չի պատկերացնում, չի հասկանում եւ չի ներգրավում հոգևոր այդ ասպեկտը, անձը Սուրբ Հոգու։ Դա համար շատ մարդկանց կյանքը կիսատ է, դատարկ է, ձանձրալի է եւ շատերը նույնիսկ հոգնում են դրանից։ Որտեղ ինչպես մարմինը առանց հոգու ինչ է, մեռած է, այդպես էլ հոգևոր կյանք առանց հոգու մահ է մի վերջը բերում։ Մեր ուխտը հոգևոր ուխտ է։ Բայց այդ Եփեսացիում տեսնում ենք նույն
պատկերը, նույն նկարագիրը, ինչպես Հնգամատյանում։ Օրինակ Հնգամատյանում ծննդոցներ, չէ, արարումը, օրհնությունը մարդկանց, չէ, Ադամին եւ առաջի օրհնությունը, որ Աստված արձակեց մարդկանց վրա, չէ։ Չէ, կնայեք, ջրի կենթաներին օրհնեց, հետո մարդուն օրհնեց։ Ջրի, որտեղ ջրի մեջ իր պատկերը տեսավ Աստված, օրհնեց այդ։ Իրականում Աստված իրան օրհնեց, որ ջրի վրա տեսավ իրան։ Ինչպես ասում Եփեսացիցը, օրհնել է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով։ Սա ծննդոցն է։ Ծննդոցում ինչ կար երկրորդ Ադամի արարումից օրհնությունից հետո հաջորդը տեսնում ենք ինչը, անկումը, չէ, Ադամի ու Եվայի։ Եվ անկման հետևանքը ինչն էր։ Ինչից երևաց, որ իրանք ընկել են։ Իրանց աչքերը բացվեցին, տեսան, որ իրանք մերկ են։ Գիտեք ինչ ասում Պողոսը 1:17-18-ում Եփեսացիների, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը, տա ձեզ իմաստության հայտնության հոգին իր գիտությունով, որպեսզի ձեր սրտերի աչքերը լուսավորվելով ճանաչեք, թե ինչ է նա ձեզ կանչելու հույսը եւ ինչ է նրա ժառանգության փառքի ճոխություն սուրբերի մեջ։ Ստեղ էլ կա աչքերի բացվել։ Այնտեղ աչքերը բացվեցին ու տեսան, որ իրանք կորած են, մերկ են, հա, անփառունակ են, փառքը գնացել Աստծո իրանցից։ Մեր մոտ հակառակը, մեր աչքերը բացվում ու տեսնում ենք այն փառքը, որ Աստված մեզ ժառանգություն ա տվել։ Մեր ուխտը ուրիշ ուխտ է, այն ուխտը կորուստի ուխտն էր, սա փառքի ու վերականգնման ուխտն է։ Կա ելիցը, երկրորդ գլուխը։ Եվ դուք որ ձեր հանցանքների մեղքերի մեջ մեռած եք, որոնց մեջ մի ժամանակ քայլում եք այս աշխարհի բռնած ճամփով, այս օդի իշխանության իշխանի պես, պարավոնը նոր ուխտի։ Եվ այն ոգին, որ հիմա ապստամբության որդիներին ներգործում է, սատանան, հիշում եք առաջի ուխտը ասեցի մարմնավոր էր, թշնամիները մարմնավոր էին, պարավոնը մարմնավոր էր։ Հիմա այս ուխտի մեջ իրականությունն է, սա ոչ թե նա մարմնավոր է, սա հոգևորը երկու տարբեր էին։ Իրականում սա իրականն է հենց, տեսանելին։ Այդ նույն փարավոնի հետևում թշնամին էր գործում։ Այդ նույն օդի իշխանն էր գործում նրա միջոցով։ Հիմա մեր համար բաց է այդ սրտերից աչքերը լուսավորվել է տեսնելու իրականությունը։ Իրականում ինչ կա։ Եվ որոնց մեջ մի ժամանակ մենք քայլում ենք եւ այլն, որոնց մեջ մի ժամանակ մենք ամենքը շրջում ենք մեր մարմնի ցանկությունով, մարմնի մտքի ուզածն ենք կատարում, բնության բարկության որդիներ ենք ինչպես ուրիշները, բայց Աստված, որ մեծ է ողորմությունով, իր առած սիրո համար, որով մեզ սիրեց, երբ հանցանքների մեջ մեռած ենք, մեզ Քրիստոսի հետ կենդանացրեց, որտեղ մենք շնորհքով ենք փրկված եւ նրա հետ մեզ հարություն տվեց եւ նրա հետ նստեցեց երկնավորների մեջ Քրիստոս Հիսուսում։ Սա մեր ելիցն է։ Մենք մեռած ենք, մենք ստրուկ ենք, ինչպես Իսրայելը Եգիպտոսում դատապարտվեց մահվան, որտեղ որ արուներին սկսեցին սպանել Իսրայելի, դա մահվան դատապարտություն էր։ Ազգը, որի տղամարդիկ վերանում են, այդ ազգը վերանում է։ Դա թշնամու մահվան դատավճիռն էր Իսրայելի համար։ Եվ ստրուկ էին, չէ՞, այնտեղ Փարավոնի կամքն էին անում, ասեց գնացեք, էլ ձեզ չենք տալու այդ խոտից էր, ինչից էր, որ գնացեք ձեր համար հարթ հավաքեք, հա, իրան գնացեցին, ոնց ուզում էր, այդպես վարվում էր Փարավոնը իրանց հետ։ Ստրուկ էին Եգիպտոսում։ Ու ճիշտ նույն նկարագիրը տեսնում ենք մեր համար, այս անգամ հոգևոր Եգիպտոսը, հոգևոր ստրկությունը, հոգևոր Փարավոնը, հա, որ իշխում էր մեր վրա եւ Տերը ազատեց մեզ իրանից։ Ավելին փոխադրեց, Կողոսացումը փոխադրեց իր սիրելի որդու թագավորության մեջ, նստեցրեց մեզ Քրիստոսում երկնավորների մեջ, առավել քան մնացած։ Ու տեսնում եք նույն Իսրայելին եղավ, որ Իսրայելին հանեց Եգիպտոսից, բոլոր ազգերին խոնարհեցրեց իր առաջ, չէ՞։ Կապ չուներ ամաղեկներ, հեբուսացիներն էին, կապ չուներ ինչպիսի ազգեր, հա, չէ՞։ Իսրայելը գլուխ էր այդ բոլոր ազգերին։ Կապ չուներ լեռներում էին իրանք թաքնվել ամրությունների մեջ, թե անապատում էին բասաններ, ով էր, կապ չուներ։ Իսրայելը գլուխ էր դարձվել, նստեցվել էր տենց ասած ազգերի գլուխ որպես։ Դա համար ինքը ջարդում էր ու հաղթում էր բոլորին։ Ու հիմա նույնը մեր համար է գրված, հոգևոր իմաստով, Քրիստոսի մեջ
նստեցված երկնավորների մեջ, ամեն հոգևոր իշխանության, ամեն հոգևոր թագավորության, ամեն հոգևոր, չգիտեմ, կառույցի վրա Քրիստոսի մեջ։ Սա էլ մեր ելիցն է, մեր կարգավիճակն է։ Դա մենք նույն ձևի շարունակվում է, ինչ որ հնգամատյանում էր, ինչ որ հին ուխտի մեջ էր, Եփեսացիների նամակը ճիշտ կարծես կարճ սեղմ նկարագրի, նույն մեր ճանապարհը, նույն մեր ուխտը, նույն մեր իրականությունը, այս անգամ ավելի հոգևոր, իրական ձևի։ Տեսնում ենք խորանը, չէ, պաշտամունքը օրենքի մեջ, չէ, Աստված խորան պատվիրեց պատրաստի ու մի քանի անգամ Մովսեսին պատվիրեց, որ երկինքը եղած օրինակի նման անպայման, քեզ ցույց տված օրինակի նման կառուցես։ Իսկ Աստված ցույց տվեց իր խորանը, Մովսեսին ասեց, այսպես պիտի կառուցես։ Եվ կարդում ենք Եփեսացիներում այդ խորանի մասին, այդ տաճարի մասին։ Պիտի ընթերցենք 18-ից, որտեղ Հիսուսի ձեռքով մենք երկուս էլ կամ մենք բոլորս էլ նույն հոգիով հորը մոտենալը ունենք կամ արտոնություն ունենք, որտեղ դա մեր ուխտի արտոնությունն է։ Ուրեմն սրանից հետո դուք կամ հեթանոսները օտար եւ պանդուխ չեք, մենք օտար ու պանդուխ չենք։ Հապասուրբերի քաղաքակիցները Աստծո ընտանիքն ենք, առաքյալների եւ մարգարեների հիմա վրա կառուցված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, ով կամ ու միջոցով բոլոր շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված աճում է եւ սուրբ տաճար է լինում Տիրոջ մեջ, որով դուք էլ միասին կառուցում եք Աստծո բնակարանը լինելու Սուրբ Հոգով։ Եթե 5 կտականում այդ սրբարան, այդ տաճար, այդ խորանը ձեռագործ էր, հիմա էլ կա այս ուխտի մեջ, բայց արդեն ինքը անձեռագործ է, մենք ենք։ Եկեղեցին է իր տաճարը, ես ու դու ենք իր տաճարը միասին, հավաքական ձևով, իր մարմինն ենք։ Սա կարևոր է, որտեվ Պողոսը շարունակում է կրկնել 5 կտակարանի այդ պատմությունները, որ կարդում ենք, չէ՞ ոնց որ կարդում ենք Իսրայելի մասին, իրականում կարդում ենք մեր մասին։ Կարդում ենք ինչ է եղել մարմնավոր ձևի, որ այսօր հոգևոր ձևի նշանակում է կամ իրական ձևի նշանակում է մեր համար։ Որտեվ իրականը հոգին է, որտեվ ինչ որ հոգուց է, ինչ որ հոգունն է, հավիտենականն է։ Ինչ որ մարմնինն է եւ մարմնից է ժամանակավորը։ Ամեն ինչ ինչ որ մարմնի հետ է կապված անցնելու է։ Ամեն ինչ ինչ որ հոգու հետ է կապված մնալու է հավիտյան։ Դա համար անհանգստանալ ու խառնվել ու, չգիտեմ, չափից շատ ջանք անել, հոգ տանել մարմնավոր իրականությունների համար նշանակում է վրիպել իրական, հավիտենական իրականությունը, հոգու իրականությունը կամ հոգևոր իրականությունը։ Ու մեր ուխտը այս հոգու իրականությունն է, բայց այսօր ցավոք սրտի քրիստոնյաները ավելի շատ ապրում են որպես մարմնավոր ուխտի մարդիկ, քան թե հոգևոր ուխտի մարդիկ։ Որ համար եկեղեցին տկարը, թույլը չի տարբերվում իրականում աշխարհից, իր արժեքներով, իր ձևով։ Մենք արտոնություն ունենք մոտենալու հորը, նույն հոգով։ Այս մոտենալը ավելին է նշանակում, քան ուղղակի աղոթելը։ Դա այնչ որ դու աղոթում ես, դա մոտեցար հորը։ Հա, աղոթքը կարևոր տեղ է, բայց աղոթքի մասին չի այստեղ խոսքը։ Սա մեր արտոնության ընդհանուր կարելի ասել իրականության մասին է, որի շուրջը, այդ մոտենալու շուրջը, որ ինչ էր, հիշում եք։ Դա պատկանելությունն էր, ընդհանրություն, հարաբերություն, փորձառություն, ճանաչում եւ նմանություն։ Ողջ ուխտը դրա համար է, որպեսզի մենք ի վերջո ճանաչենք եւ նմանվենք իրան։ Որովհետեւ հավիտենության մեջ միայն դա է լինելու կարևոր եւ դա մեզ Աստված արտոնավորել է, ճանաչել իրան եւ նմանվել իրան։ Եթե մի օր մենք եթե հիմա իհարկե, հələ մի օրը պարզ է, եթե հիմա մեր իրոք Պողոսի ասած ձեր սրտի աչքերը լուսավորվի, տեսնեք ով եք դուք։ Լրիվ ուրիշ կերպ կապրեք, քան թե մարմնավոր իրականությունների, անհանգստությունների, խնդիրների, խնդիրների մենք երկնավորների մեջ նստեցված արտոնավորվածներն ենք, ում արտոնավորվել է մոտենալ իրան, ճանաչել իրան, պատկանել իրան, նմանվել իրան, փորձառություն ունենալ իր հետ։ Ու այս սրա շուրջն է իրականում կառուցված մեր ողջ կյանքը։
իմ ու քո եկեղեցի, ծառայություն, կարիերա, ամուսնություն, ողջ կյանքը այս մի նպատակի համար է տված։ Կյանքը դրա համար չի ուղղակի ապրելու համար, գոյություն ունենալու համար որպես էակներ։ Կյանքի գոյության ողջ նպատակն է դեր, որ մի օր Աստված լինի ամենը ամեն բանի մեջ։ Ու այդ ամեն բանի մեջ լինեն գիտակից ճանաչող մարդիկ, էակներ։ Եթե սա իմ ու քո գեր անհանգստությունը չի, որ մենք վրիպել ենք այդ ուխտի նպատակից։ Պատկերացրեք, որ Աստված եկավ Աբրահամին, առաջի ուխտն էր, չէ, ասեց ես ում եմ քո հետ ուխտ կնքեմ, քո սերունդը ավազի չափ անեմ, չէ, եւ այլն, ու դու օրհնություն լինես, քո սերունդը օրհնություն լինի երկրի բոլոր ընտանիքներին։ Սա նպատակն էր, ու եթե Աբրահամը այդ նպատակի մեջ չէր դիտարկում իր ու Աստծո հարաբերությունը, վրիպել էր այդ ուխտից։ Եվ որ ամուսինները իրար հետ ուխտ են կնքում, չէ, ամուսնական ուխտ կա, որ կանգնում են խորանի առաջ կամ ծառայողի հոգևոր առաջ եւ խոստումներ են, չէ, տալիս սիրել, հոգ տանել, չէ, մինչև մահը կբաժանի, չէ, տենց չեք արել, թե մինչև հավեսս փախնի, մինչև մի հատ ավելի լավ ինչ արեմ, մինչև մի հատ ավելի հարուստ տղա կլինի, չէ, մեր խոստումները հավիտենական ա եղել, չէ, մեր ուխտի, սիրել իրար, հոգ տանել իրար, միասին կառուցել, չէ, մեր կյանքը, ապագան, ընտանիքը, ու ցանկացած այլ հարաբերություն, ցանկացած գործ, ցանկացած որոշում ընտանիքում կայացում է այդ նպատակի համեմատ, չէ, կամ աջակցում է այդ նպատակին, դրա համար մենք համաձայնում ենք, կամ չի աջակցում, չէ, խանգարում է, համաձայն եք, թե այդպես է, չէ, ոչակ չի ասում, հետո ինչ ես քո հետ ամուսնացել եմ, ես ուզում եմ նաև ընկերներ ունենամ, որոնք, չգիտեմ, կլրացնեն քո սիրո պակասը իմ կյանքում։ Կարող է ասում են, բայց ընտանիքը քանդվում է, որովհետև չունի իր աստվածային նպատակը։ Ճիշտ նույն ձևի։ Եթե մեր ուխտի, մեր հավատքի, մեր հարաբերության, մեր ծառայության, մեր կյանքի ոչ մի, եթե այդ ամենի գեր նպատակը ճանաչելը չի իրեն եւ նմանվելն իրեն, մենք վրիպել ենք ուխտից, դու սխալ ուխտի մեջ ես, հավալով գնաս ուրիշ ուխտ, չկա ուրիշ ուխտ, մի օր կհայտնաբերես, որ կյանքդ իզուր ես անցել, մոտենալ նշանակում է ճանաչել, քեզ ու ինձ տրված է հոգով մոտենալ, նշանակում է հոգով ճանաչել Աստծուն, որտեղ Աստծուն հնարավոր չի ճանաչել, առաջի պատվիրանն ասում են, ինչ չնմանեցնես, չէ, ոչ մեկի, երկրորդ պատվիրան առաջ երկու, ոչ մի բանի, դու չես կարող ինձ ճանաչել ոչ մի բանի միջոցով, այդ չնմանեցնելը, որ չնմանեցնես, չգիտեմ, կենդաններին, մարդկանց եւ այլ պատկերին, նշանակում է ես ոչ մի բանի նման չեմ, եւ դու ոչ մի ձևի չես կարող ինձ ճանաչել, մինչեւ ես ինձ չհայտնեմ քեզ։ Եթե ես չարտոնավորեմ քեզ ինձ ճանաչելը, դա համար որևէ այլ կրոն չունի Աստծո ճանաչումը։ Ու այդ միֆը, որ սատանան հորինել է, որ կրոնները բոլորը ճանապարհներ են դեպի նույն Աստված, դա սուտ է։ Ամենամեծ սուտն է։ Մի տեղ կա, որտեղ կարելի է ճանաչել, դա մեր ուխտն է, կենդանի Աստծուն։ Որտեղ Աստված իր հոգով հայտնում է մեզ, որտեղ Աստված իր հոգով բնակվում է, որտեղ իր հոգին է եւ իր որդին է։ Տեսեք, ճանաչելը ինքը յուրահատուկ իրականություն է, ու դա տարբերություն է դնում մարդկանց մեջ։ Ես օրինակ տարբերություն չեմ դնի փրկված եւ չփրկված։ Ես տարբերություն դնում եմ ճանաչում Աստծուն, թե չի ճանաչում։ Կարող ինքը իրան փրկված է համարում։ Իրան էլ իր եկեղեցին համոզել է, որ ինքը փրկված է, որտեղ եկել է մի օր առաջ, ասլատերների ինձ, всё, ապրես, ես քեզ փրկության տոմսդ գնա նստի, ժամանակին 10-րդդ գտաս, ինչ կասեն կանես ու դու վստահ կլես, որ փրկված ես։ Եթե չես ճանաչում Աստծուն, փրկություն չկա։ Որը փրկությունը, փրկության իմաստը ճանաչումն է։ Այդ նույնն է, որ քեզ, չգիտեմ, ինքնաթիռի տոմս են տվել, բայց դու տենց էլ մնացել ես տանը, չես թռնում այդ ինքնաթիռով։ Իմաստը որն է։ Հա տվել են տոմսը, հա դու ունես այդ տոմսը։
բայց այդ չես օգտվում։ Որտեվ շատերը տեսան եւ չճանաչեցին։ Հիսուսը երբ որ եկավ, այդ նույն հայրն էր, նույն Աստվածն էր, հայրը չէր, նույն Աստված էր, նույն Եհովան էր, որ քայլում էր իրանց մեջ եւ չճանաչեցին։ Դա համար Հովանու ավետարանում, երբ որ կույրին Հիսուսը բժշկում է, հետո գտնում է իրան ու ասում է հավատում ես Աստծո որդուն, ու ասում է Տեր ով է որ հավատամ, ասում է նա որ խոսում է քո հետ։ Ասում է հավատում եմ։ Ասում է ես դատաստանի համար եկա այս աշխարհ։ Որ նրանք ովքեր համարում են որ նրանց տեսնում են, բայց չեն տեսնում, դատապարտվում են։ Շատերը տեսան, ճանաչեցին, լսեցին, չճանաչեցին։ Եսային տեսավ Տիրոջը, ասում է տեսա, չէ, Ոզիա թագավորի մահվան տարին տեսա Տիրոջը տաճարի մեջ։ Երկրորդ տաճարում գուցե շատերն էլ կային, բայց ոչ ոք չէր տեսնում այդ Տիրոջը։ Լսեց իր ձայնը։ Եվ հետո, երբ որ Տեր ասեց, ում ուղարկենք, ասեց ինձ ուղարկի, ասեց գնա, ասա կլսեք ու չեք լսի, կտեսնեք ու չեք ճանաչի։ Ճանաչողը այլ մոտեցում ունի։ Նույն դեպքերին, նույն իրադարձություններին իր կյանքում, նույն փորձառություններին այլ կերպ արդեն նայում։ Օրինակ, Հոբի ընկերները թվում էր թե ճանաչում էին Աստծուն, բայց Հոբի կյանքին այլ ձևով էին նայում։ Նայում էին որպես ձախողված մեղավորի կյանք։ Աստված ուրիշ կերպ էր նայում։ Աստված նայում էր որպես իր ընտրյալի փորձառության ապացուցելու, որ ինքը ընտիր է, ինքը ընտրյալ է, որ իզուր չի ինքը օրհնված է, որ իզուր չի ինքը սիրում է ու հավատում է Աստծուն։ Դա համար այդ նույն Հոբը ասեց. դու ինձ սքանչելի բաներ էիր անում, ես չի հասկանում։ Սա ճանաչողի կանչն է։ Մեկը որ արդեն ճանաչում է։ Ասում եմ, իսկ մասին լսել էի, հիմա տեսնում եմ, ճանաչում եմ, հասկանում եմ։ Դա նրանք ովքեր ճանաչում են, հասկանում են Աստծուն, այլ կերպ են վերաբերվում իրենց կյանքի իրականություններին։ Հասկանում են, որ իրենց կյանքում պատահականություն չի կարող լինել, բացառված է պատահականությունը։ Հասկանում եմ, որ մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ շատ եղավ, քիչ եղավ, չկա տենց իրականություն Աստծո հետ։ Ես իր այդ ուխտի մեջ եմ, չի կարա պատահական բան լինի իմ կյանքում։ Ամեն ինչ իր կարողության մեջ է, որտեղ իր կարողությունը իմ կյանքինն է, չէ՞, ես ուխտի մեջ եմ։ Ինչ որ իրանն է իմն է, իր կարողությունը իմ կյանքում է, չի կարա իմ կյանքում պատահականություն լինի։ Քո թշնամիները պատահական չեն, քո հակառակորդները պատահական չեն, քո փորձությունները պատահական չեն, քո խնդիրները պատահական չեն, քո օրհնությունները պատահական չեն։ Դրանք ուղղակի ինչ որ հոգևոր օրենքների արդյունք չեն, դա Աստծո ուխտի արդյունքն է իմ ու քո կյանքում։ Եկեք ասենք ալելույա։ Եվ որ Պողոս ասում է, սատանայի հրեշտակը ինձ խայթում էր 3 անգամ Տիրոջը աղաչեց։ Խի, ինչու՞։ Որտեղ գիտի Աստծո հետ է հարցը իրա։ Առանց Աստծո թույլտվության ոչինչ չի լինում իր կյանքում։ Մի հետաքրքիր հատված կա, ուզում եմ ընթերցենք միասին։ Առաջի Կորինթացիների նամակում ասա 11-րդ գլխում հաղորդության մասին է 11:23-ն է։ Սրանով մենք մեր հաղորդությունը սկսում ենք սրանով։ Պողոս ասում է, ես Տիրոջից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ մեր Տեր Հիսուսը իր մատնված գիշերը հացը առավ, չէ՞։ Ընթերցում եք ձեզ համար։ Նայեք նայեք ձեր թարգմանությունները։ Ուրեմն ես ձեզ ավանդեցի բառը, ավանդել բառը, պարադիդոմ բառն է հունարեն, որը նշանակում է հանձնել, տալ մի բան։ Իմ թարգմանության մեջ ավանդել է, այսօր փոխանցեցի, հա, տվեցի ձեզ։ Որ Տեր Հիսուսը իր մատնված գիշերը, մատնված բառը հնչում է ինչպես, բացական, չէ՞։ Բացական չի ինչու՞մ։ Ով մատնեց Հիսուսին։ Եթե ձեզ հարցնեմ ով է Հիսուսին մատնել, չգիտեք։ Ձեր ավետանում եղել է հաստատ, եթե դուք ընթերցել եք, հաստատ հանդիպել եք այդ անունը։ Ով է։ Սխալ է։ Գիտեք ով է մատնել։ Ոչ տարբերակներ։ Հո, ինչ հոգևոր ես եղբայրս։ Հայրը։ Նույն բառն է օգտագործված, ինչ որ Պողոս իր համար ասում է ես ավանդեցի,
պարադիդոմ բառը, նույն բառն է պարադիդոմ, իր հանձնված հայրը հանձնեց իր որդուն։ Եթե դու մարմնավոր ես նայում, Հուդան է մատնել։ Եթե մարմնավոր ես նայում, քո արևանն է քեզ խաբել, քո այս ինչ մարդն է, այն ինչը, այն խնդիրը։ Եթե դու մարմնավոր ես նայում, դու մարմնավոր մարդկանց ես տեսնում մեղավոր պատասխանատու խնդիրներին։ Քո աշխատակիցը, քո չգիտեմ, զոքանչը, քո աները, քո կեսուրը, դու մարդուն ես տեսնելու, եթե մարմնավոր ես նայում։ Բայց եթե հոգևոր ես նայում, դու ուրիշ բան ես տեսնելու։ Դու Աստծուն ես տեսնելու։ Նույնիսկ թշնամու հետևում Աստծուն ես տեսնելու։ Այո, շատ մարդկանց, շատ վատ արարքների հետևում թշնամին է, իրանք են, Հուդանի վերջո ինքը որոշում էր արել, դա իր սրտի ուզածներ, դա իր ցանկություններ, դա իր մտքում կար, չէ՞։ Որտեւ եթե չլներ, Սատան չի կարող զորով մարդուն ստիպել։ Սատանն օգտագործում է մարդու ներսում եղածը։ Գուցե ինքը ցանում է, բայց երբ որ ցանածը աճեց, ինքը նաև օգտագործում է։ Հուդայի կյանքում տեսնում ենք այդ։ Բայց ի վերջո մարդուց այն կողմ, թշնամուց այն կողմ Աստված կա։ Ուխտին ճանաչողները, իրանց տիրապետողները Աստծուն են տեսնում ամեն հետևում։ Պողոսին քարկոծել էին մարդիկ, վնասել էին իր աչքերը։ Այդ դրանից հետո առաջացած ցավերը ինքը նկարագրում է որպես սատանայի հրեշտակի խայթոց, բայց դրանից հետո, դրանից են կողմ ինքը իր հարցը լուծում Աստծո հետ։ Սա ճանաչողության ուժն է։ Մարդիկ, ովքեր ճանաչում են Աստծուն, իրանք տեսնում են այն կողմ ավելի, քան տեսանելին, քան մարդը, քան թշնամին անգամ։ Տիրոջ մատնված գիշերը, դա հոր կողմից մատնվածներ։ Այո, հայրը մատնեց, դրա համար Սատանան օգտագործեց Հուդային, բայց դա հայրն էր, որ թույլ տվեց դա։ Հայրն էր, որ սահմանները հանեց Հոբի կողմից, Հոբի շուրջը, որպեսզի թշնամին, Սատանան մարդկանց օգտագործի, բնություն օգտագործի եւ այլն։ Սա կարևոր է, ինչպես ենք մենք ճանաչում։ Ոնց ենք ապրում մեր ուխտը, մեր հոգևոր ուխտը։ Եփեսացիների նամակը այդ հոգևոր ուխտի ճանաչման նամակն է, մեզ տանում է այնտեղ, մեր կյանքը հոգևոր ձևի նայելու, մեր ուխտը հոգևոր ձևի գնահատելու։ Մեր փորձառությունները, մեր իրականությունները, մեր արտոնությունները։ Մենք արտոնված ենք, որտեղ մենք իր բնակարանն ենք դառնում։ Պատկերացնում եք երկինք ու երկիր չպարունակող Աստված որոշել է իմ ու քո մեջ բնակվի, ապրի մեր հետ։ Ճիշտ ամուսնության նման, երկու հոգի որոշում են իրար հետ բնակվեն, իրար հետ կենցաղ կիսեն։ Գիտեք, երբ որ սկզբից սիրարված են ելնում, այնքան ամեն մեկ իր տանն ապրում, ամբողջ օր իրար հետ նամակ են գրում, չէ՞։ Հենց ամուսնանում են, սկսում են իրար հետ ապրել, դա ամեն ինչը վերանում է։ Սկսում են իրար ներվեր ուտել։ Միասին կենցաղը դժվար է բնակվել իրար հետ։ Աստված որոշել է մեր հետ բնակվի, իմ ու քո հետ։ Իսկ մենք մեր հետ չեն կարողանում յոլա գնանք, ինքը որոշել է մեր հետ ապրի։ Դա մեր արտոնությունն է։ Ու ինչ է նկարագիրը։ Ամբողջ շենքը միասին հարմարությամբ կազմված աճում է։ Սուրբ տաճարը լինում Տիրոջ մեջ, որում մենք էլ միասին կառուցում ենք Աստծո բնակարան լինելու Սուրբ Հոգով։ Եկեք մի քանի բան նայենք։ Ամբողջ շենքը։ Հետո ասում է, որում դուք էլ, որից հասկանում եք ամբողջ շենքը դա եփեսացիները չեն։ Դա ողջ եկեղեցին է Աստծո։ Դա ռեման չի մենակ։ Դա բոլորն են։ Դա կաթոլիկներն են, ուղղափառներն են, առաքելականներն են, չգիտեմ, երեցականներն են, մկրտականներն են, ի վերջո բոլորը։ Բայց նրանք կառույցներ չեն Աստծո համար։ Գոյություն ունի երկու եկեղեցի ասել։ Գոյություն ունի տեսանելի եկեղեցին, որը մենք ենք տեսնում, այդտենց անուններ ենք տալիս, կաթոլիկ, ուղղափառ, եւ գոյություն ունի անտեսանելի եկեղեցին, որը չունի անուն, որը ավելի մեծ է եւ ամենուրեք է։ Դրանք մարդիկ են, ովքեր կաթոլիկների մեջ են ու իրենն են, ուղղափառների մեջ են ու իրենն են, ու դրանք մարդիկ չեն, ովքեր ընդեղ են, բայց իրենը չեն։ Մարդիկ չեն, ովքեր կաթոլիկների մեջ են ու իրենցը չեն։ Մարդիկ չեն, ովքեր խարիզմատների մեջ են, բայց իրենը չեն։
դա անտեսանելի եկեղեցին է, ամբողջ շենքը։ Միասին հարմարությամբ է կազմվում։ Միասին հարմարությամբ կազմվում է։ Ոչ ոք պատահականության արդյունք չի։ Այստեղ Ռեմայում ոչ մեկը պատահականության արդյունք չի։ Որտեվ որով գլխով Հիսուսով է, Քրիստոսով է։ Ես ու դու այստեղ ենք, որտեվ Քրիստոս է մեզ բերել այստեղ։ Եվ մեզ բերել է հարմարությամբ կազմված լինելու։ Հարմարությունը գիտեք որն է, որ քարերը դասավորում են, չէ՞։ Մենք 3 երիտասարդների Տարշավ են գնացել, Մաթուսավան գնացինք, հետաքրքիր կառույց է 13-րդ դարի։ Եթե նայեք այն ժամանակվա շենքերին, հիմիկվա տաճարներ ուրիշ կերպ են։ Սենց որտեղ մենք հիմա տեխնոլոգիաներ ունենք լավ մշակելու, սիրուն քարերը, հավասար, այնտեղ քարերը տարբեր են, մեծ, փոքր, նեղ, երկար, բայց հարմարեցված կառուցված են իրար հետ։ Ամբողջ պատը տարբեր քարեր են, տարբեր չափերի, բայց իրանք հարմարեցված դասավորված են իրար հետ։ Ու դա տաճարի նկարագիրն է։ Եկեղեցին ճիշտ այդպես է, բոլորին նույն չափի չեն դարձնում։ Սխալ է, որ փորձում են բոլորին նույն ձևի, նույն չափը հագցնեն։ Մենք շատ տարբեր ենք։ Ամեն։ Բայց այդ տարբերություններով սովորում ենք հարմարվենք իրան։ Մեկը ակտիվ է, մյուսը հանգիստ է, մեկը լացկան է, մեկը ծիծաղկոտ է, մեկը հարուստ է, մյուսը աղքատ է, մեկը մեծ ծոցություն ունի, մեկը փոքր ունի, կապ չունի, բոլոր այդ պատի մեջ ենք հարմարվում, մենք մի պատ ենք, մենք բոլորս կարևոր ենք, որտեղ իրար հետ ենք դառնում, հարմարությամբ ենք կազմվում, ու այդ հարմարությամբ կազմվելով է, որ աճում ենք միասին, եթե չհարմարվենք իրար հետ չենք աճի, նպատակը աճն է, աճում ենք, որ բնակարան դառնանք։ Մենք բոլոր ունենք նրանց, մեծ թե փոքր, շատ թե քիչ, շատ տարբեր ու շատ լավ է, որ մենք շատ տարբեր ենք։ Բայց բոլորս նրանք ենք, ում Աստված ուզել է, որ մենք լինենք այստեղ։ Ես չեմ ուզել, Աստված է ուզել։ Բայց քանի որ Աստված է ուզել, ես ուզում եմ։ Մենք ընդունում ենք, օրհնյալանա, որ Տիրոջ անունով է գալիս։ Ընդունում ենք նրանց, ում Տերը տվել է։ Չենք չափում, չէ, սի շատ այնի քիչ է, տվել է Տերը Փառտիրոջը։ Փառտիրոջը ձեզանից յուրաքանչյուրի համար։ Դուք տեղ ունեք այդ շինության մեջ։ Դուք անելիք ունեք։ Քո քիչ չափով, բայց արա։ Գտի քո տեղը այդ պատի մեջ, հարմարությունդ գտի, քեզ հարմար պետք է լինի, մեզ հարմար պետք է լինի, եկեղեցուն պետք է հարմար լինի, բայց գտի քո տեղը։ Ինչքան էլ դու լավն ես, բայց եթե պատի մեջ չես, անիմաստ է, լավ մշակված սիրուն, բայց պատում չես, գտի քո տեղը պատի մեջ, գտի շինության մեջ քո տեղը, ընդեղ տեղ կա, քո հարմար, քեզ հարմար, մեզ բոլորիս հարմար, ու երբ որ մենք միասին ենք այդ հարմարության մեջ, մենք կառուցում ենք, կարող է եթե ես ընտրեի, թե ով լինի Ռեմայում, լրիվ կարող է ուրիշ մարդկանց ընտրեի, կներեք վիրավորական չնչի, բայց Ռեման իմը չի, Հիսուսինն է, և ինքը ընտրել է ձեզ, լինելու իրա Ռեմայի մեջ, ինձ էլ ձեր հետ, կանչ որ մեկը գալիս է Ռեմա, ինձ տեսնում է գնում է Ռեմայից, չի ընտրում ինձ, օքեյ, կարևոր ամեն մեկը գտնի իր տեղը Աստծո ծրագրի մեջ, ինչ ենք մենք անում, ամբողջ շենքը, միասին հարմարությամբ, աճումը, մենք միայն կաճենք, երբ որ իրար ընդունենք իրար պարգևները, իրար կոչումները, իրար պակասները, իրար առավելությունները, ու երբ որ մենք մեր ճիշտ պատշաճ տեղում ենք, արդյունքը Աստված բնակվում է մեր մեջ, այդ չի մեր եկեղեցի լինելու նպատակը, որ Աստված բնակվի մեր մեջ, Աստծո ներկայությունը լինի, չէ՞, ու երբ որ ինքը բնակվում է մեր մեջ, մեր հետ է բնակվում, մենք էլ իր հետ ենք բնակվում, ուրիշ ձև, ուրիշ տեղ չկա Աստծո հետ բնակվելու, քան որ իր համայնքի մեջ, իր տան մեջ, այն մարդկանց միջոցով, ում ինքը բերել է, հարմարեցրել է մեզ բոլորս իրար հետ։ Ու ես քեզ չեմ մերժում, որտեվ կամ ընդունում, որտեվ դու այս պարգև ունես կամ այն ունես։ Դու ընդունված ես, որտեվ Աստված ընդունել քեզ։ Դրանից հետո ենք նայում, ինչ ունես, որտեղ կարող ենք տեղավորել։ Որտեղ քո ով լինելը կարող է լավագույն ձևի օգտակար լինի։ Ու դրանով ես ու բոլորս Աստծո բնականի մաս ենք լինում։ Եփեսացում կա նաև քահանայությունը։ Ես էլ ասեմ վերջացնենք։
3-րդ գլխից մինչև 6-րդ գլխի 9-րդ խոսքը քահանայության մասին է։ Օրենքում էլ կար քահանայությունը, չէ՞, քահանան ինչպես անի, ինչ հագնի, չէ, զոհը ինչպես անի, ինչպես վարվի։ Մանրամասն նկարագրված է Ղևտացիների թվոց գրքերում մանրամասն քահանայության մասին է։ Եփեսացիս այդ 3, 4, 5, 6 գլուխները քահանայության մասին է։ Ինչպես ապրել, ինչպես խոսել, ինչպես հավատալ, ինչպես սիրել, ինչպես մաքրվել, ինչպես նմանվել Աստծուն, ինչպես հոգով առաջնորդվել, չէ՞։ 4:30-ը հանգուցային համար է։ Եվ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվել եք փրկության օրվա համար։ Թշնամին չի սիրում այս հատվածը։ Որը մենք իր քահանաներն ենք։ Մենք քահանաներն ենք։ Եթե հին ուխտում ոմանք հատուկ մենք այսօր իր քահանաներն ենք, բոլորիս ուղղված։ Եփեսացիս 4:30-ը հատուկ խոսք է։ Ուշադրի լսեք։ Ասում է մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվել եք փրկության օրվա համար։ Այս խոսքը միշտ մեկնել են, որ դու կնքվել ես, որ քո փրկության օրվա համար։ Բայց քահանան իր փրկության համար չի։ Ողջ նկարագիրը դրանից առաջ ճիշտ վարքի, ճիշտ կյանքի մասին է, ճիշտ արժեքների մասին է։ Որտեղ քո ճիշտ կյանքը ու վարքը փրկություն է ուրիշներին։ Դու արդեն փրկված ես Հիսուսի շնորհիվ, բայց քո կյանքը փրկություն է դառնում ուրիշների համար։ Մի տրտմեցան Սուրբ Հոգում սխալ կյանքով, որտեղ դու կնքվել ես, մկրտվել ես, այդ հոգով ուրիշների փրկության համար, որտեղ քահանայի խնդիրը, քահանայի ծառայությունը այլոց Աստծուն մոտեցնելու համար է։ Պատկերացեք, եթե չկա քահանայությունը, կա տաճարը, որտեղ պետք է Աստծո ներկայությունը լինի, կա Աստված, ով ուզում է հանդիպի մարդկանց, եւ կան մարդիկ, ովքեր կարիք ունեն այդ Աստծուն, բայց չկա քահանան։ Եղել է գնաք, ասենք, առաքելական տաճար կամ որևէ տեղ ու դուք չգիտեք ինչը, որը ինչ է, ինչ պետք է արվի։ Դու կարիք եք չէ ունենում, ինչ որ մեկը ձեզ խորհուրդ տա, առաջնորդի, որտեղ աղոթել, ինչպես աղոթել, չէ՞։ Չէ՞ քահանայի կարիք կա միջնորդի։ Մենք այդ քահանան ենք Աստծո մարդկանց միջև, տաճարն էլ եկեղեցին է, որտեղ կայանում է այդ հանդիպումը ու այդ աճը։ Դա ոչ թե Եփեսացիս 4:30-ն խոսում է քո փրկության օրվա մասին, ընդհանրապես փրկության օրվա մասին։ Մարդկանց, ովքեր քո միջոցով պետք է մոտենան Աստծուն։ 5:18-ը ճանաչեք Տիրոջ կամքը, լցվեք Սուրբ Հոգով։ Հին ուխտի քահանաների գործ ամենօրվա ռուտինային արարողություններ։ Այստեղ մոմ վառեն, այնտեղ կրակ վառեն, այնտեղ հաց տնեն, այնտեղ զոհ անեն, դրանք որոշված քահանային պետք չէր հոգու առաջնորդություն։ Քահանան հստակ ուներ իր անելիքները, պետք է աներ։ Նոր ուխտի քահանայությունը օրենքների, կանոնների կատարում չի։ Մենք առաջնորդվում ենք հոգով իր կամքը անելու համար։ Մեզ չի տրված կանոններ ինչ անենք։ Մեզ տրված է հոգին, ով առաջնորդում է մեզ, մեր քահանայության մեջ։ Քահանայի խնդիրը մարդկանց Աստծուն մոտեցնելն է, չէ՞։ Ինքն առաջնորդում քեզ մարդկային կյանքերի մեջ ներգրավելու համար, մարդկային կյանքերը փոխելու համար, բարեխոսելու, աղոթելու, վկայելու, բարեգործությամբ, չգիտեմ, խոսքով եւ այլն, առաջնորդում է հոգին մեզ ոչ թե կանոնների, այլ կենթանի հարաբերության միջոցով։ Միտը դա առավելություն չի մեր ուխտի մեջ։ Փառք իրեն, իհարկե առավելություն է։ Առաջնորդվել հոգով եւ մոտեցնել ուրիշներին այն Աստծուն, որը մեր կյանքում երևում է, չէ՞, կամ չի երևում, եթե չենք ճանաչում։ Եթե մենք ճանաչում ենք Աստծուն, դա երևալու է մեր կյանքում, չէ՞, մարդիկ տեսնելու են, որ դու ուրիշ կերպ ես, քո պարագաների մեջ, քո խնդրի մեջ, քո, չգիտեմ, ձեռքբերումների մեջ, ընդհանրապես դու ուրիշ ես։ Ու այդ ուրիշ լինելը գալիս է քո ճանաչելուց Աստծուն, դրա համար նրանք, ովքեր քո միջոցով ուզելու են մոտենան Աստծուն, արդեն որոշակի ճանաչում ունենալու են, ով այդ Աստված։ Բարի Աստված, ողորմած Աստված, առատաձեռն Աստված, ամենակարող Աստված, ուխտի Աստվածը։ Մենք ուխտի մարդիկ ենք, ու մեր կյանքը այդ ուխտի իրականության մեջ է, հոգու ուխտի, հոգևոր ուխտի։ Դա որ այն անգամ որ խոսում ենք անցած անգամ կարծեմ տեսնել ավելին, քան երևացողն է, լսելով իր ձայնը, դա մեր ուխտի արտոնությունն է, Աստծուն մոտենալու։ Այս հատվածը Եփեսացիս 2-րդ գլխի
որ մենք հոգիով իրան մոտենալու արտոնություն ունենք, դա առանցքն է։ Ոնց որ հին օրենքի առանցքը Շամա Իսրայել, Ադոնայ Էլոհիմ, Ադոնայ Էխոդ, լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է եւ քո Տիրոջ սիրես քո ամբողջ սրտով հոգով էությամբ, սա էր հին ուխտի սիրտը։ Մեր նոր ուխտի սիրտը դա Աստծուն Հիսուսի մեջ Սուրբ Հոգով Աստծուն մոտենալու արտոնությունն է։ Եկեք օգտվենք այդ արտոնությունից։ Եկեք գանք իր առաջ հիմա։ Խնդրենք, որ ինքը օգնի մեզ այս հոգու ուխտը ապրել հոգու միջոցով։ Սուրբ Հոգին շատերիս համար ընդամենը երբեմն լեզուներով բլբլալու միջոց է։ Սուրբ Հոգին եկել է ինձ ու քեզ այդ հոգևոր ուխտը ապրեցնելու համար։ Այն արտոնությունները, որ մեզ տրված է մեր ուխտի մեջ։ Այսօր ցավոք եկեղեցիները ավելի շատ հին ուխտի մարմին են ներկայացնում, քան թե նոր ուխտի հոգու իրականությունը։ Դա համար մենք այդքան եկեղեցին ընդհանուր ավելի շատ տկար է, քան զորավորը։ Նոր ժամանակը կարծում եմ վերականգնում այդ հոգու իրականությունը, հոգու ուխտի իրականությունը։ Այն սերունդը, որ բարձրանում է, ոչ թե նոր մարդիկ են, որոնք պիտի գան։ Դա մենք ենք, որ նորից վերահառնելու են կարելի ասել հոգևոր ձևով։ Նոր ձևի վերապրելու, նոր ձևի ճանաչելու, նոր ձևի ապրելու մեր հոգու մեջ, հոգու միջոցով, որի համար մի բան է պետք խնդրել։ Պողոս ասում է, դրա համար աղաչեցի, որ Աստված տա, խնդրեք, որ Աստված տա։ Եվ հետո ասում է 3-րդ գլխի վերջում, նա որ կարող է տալ ավելին, քան մենք խնդրում ենք կամ խորում ենք։ Խնդրի այդ հոգևոր ճանաչում ընկալումը։ Խնդրի եւ կտրվի։ Բախիր ու կբացվի քո համար, փնտրի ու կգտնես, որովհետեւ գալիս է այդ հոգու ալիքի ժամանակը։ Ու հիմա Աստված կանչում է դրա մեջ մասնակցելու։